Սերի ֆուտբոլասաները խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ օրվա վերջին հանդիպումն ենք ձեր ուշադրությանը ներկայացնում, որտեղ միմյանց դեմ կմրցեն Էվերտոնը եւ Մոնակոն։ Երկու արդյունավետ թիմեր, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարությունից, սկսենք Էվերտոնից դարպասը պաշտպանում է Տիգրան Սողոմոնյանը համար 1, Տիգրան Պապիկյանը համար 5, Հովհաննես Գաբրիելյանը համար 7, Մանուկ Մուրադյան համար 9, ով թիմի ավագն է, Արամ Անտոնյան համար 17, Անդրանիկ Պողոսյան համար 20, Միքայել Պողոսյան համար 23, Ալեքս Մկրչյան համար 44, Ռևիկ Եղիազարյան համար 8, Ռաֆայել Վարդանյան համար 77, Յուրի Հակոբյան համար 33 եւ Սամվել Գրիգորյան համար 99, այսպիսի կազմ ունի այս հանդիպան համար Էվերտոնը։ Մոնակոյի դարպասը պաշտպանում է Մեսրոպ Բլնդոյանը համար 1, Արման Հակոբյան համար 2, Էրիկ Սարգսյան համար 5, Վահե Սարգսյան համար 7, Արթուր Հակոբյան համար 8, Աղվան Գրիգորյան համար 10, նա նաև թիմի ավագն է, Գևորգ Մկրչյան համար 11, Պերեդե Սմոթ համար 12, Սերգեյ Խանինյան համար 13, Սուրեն Մոսյան համար 14, Դավիթ Սարգսյան համար 15 եւ Բիե ներողություն Սիե Բանգուրա համար 20։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկտարկի համար, քիչ անց կտրվի հանդիպան գլխավոր մրցավար Գարիկ Բեգյանի մեկտարկային Սուլիչը եւ կա Սուլիչը եւ այստեղ Մուրադյանը գնդակը հասնում է մրցակցին ու սկսում են հիմա արդեն առաջին գրոհը զարգացնել Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց այստեղ փոխանցումը անհաստ է ստացվեց եւ հարված կլինի արդեն հենց Մոնակոյի դարպասից։ Այո, այս թիմերը Winter Cup-ի մեկտարկային տուրում լավ չմեկտարկեցին, բացման խաղում իրենց 2025-26 մրցաշարում, այնտեղ առաջի տուրում նախ Էվերտոնը 3-2 հաշվով զիջեց հարաշության նորեկներից մեկի Արաքսին, այնուհանդերձ նույն տուրում կարողացավ Լիվերպուլը առավելության հասնել 4-2 հաշվով Մոնակոյի նկատմամբ, բայց երկրորդ տուրում թիմերը շտկեցին իրենց իրավիճակը, նախ կարողացավ Միլանին հաղթել, այստեղ Մուրադյանի կողմից հարված տեսանք դարպասապահ հեռացեց գնդակ ու առաջին անկյունայինը կտեսնենք այս խաղում Էվերտոնի կատարմամբ։ Էվերտոնը կարողացավ հաղթանակ տանել Միլանի նկատմամբ 4-3 հաշվով, ապա նույն հաշվով Բորուսիա Մյունխեն-Գլադբախի նկատմամբ Մոնակոն տոնեց առավելություն, հիմա Պապիկյանի հարվածին ականատես եղանք, բայց շեղությամբ ընթացավ նրա կատարած հարված ու Մոնակոն սկսում է իր առաջին գրոհը փորձում է ավելի ճիշտ լինի ասել զարգացնել։ Խորքից շատ լավ նկատեց խաղընկերոջ առաջխաղացում այս դրվագում Մոսյանը, բայց փոխանցումը Ասիատիրոջը չհասավ Վարդանյան։ Տեսնենք իր որոշում կայացի Վարդանյանը նախորդ տուրում Միլանի դեմ խաղում շատ լավ հանդիպում անցկացրեցին իսկապես Էվերտոնի կազմում Վարդանյանը եւ Մանուկ Մուրադյանը, նաեւ Հովհաննես Գաբրիելյանը աշկին գավ այդ խաղում, իհարկե լավ գործողություններով խաղադաշտում եւ այդ կարելի ասել հիմնական այս 3 ֆուտբոլիստների շնորհիվ կարողացավ այդ խաղում առավելության հասնել Էվերտոնը մրցակցի նկատմամբ։ Հիմա փոխանցում ենք տեսնում դեպի Մանուկ Մուրադյանը, բայց այստեղ Սիեն առաջինը հարցականգեց գնդակի եւ վերլացեց գնդակը դաշտի սահմաններից։ Մուրադյանն է ստանում գնդակը, տեսնում ենք փոխանցում, բայց Հակոբյանի կատարած հարվածից հետո թվաց թե գնդակը առաջին հայացքից բարձր է ընթանում, բայց հետո միանգամից ընթացավ դարպասի ուղղությամբ եւ դարպասապահը այստեղ կարողացավ վերցնել գնդակը, հիմա նետում է առաջ Մոնակոն, բայց այստեղ Ռևիկ Եղիազարյանը շատ հաջող պաշտպանվեց ու եզրային նետումը կլինի հենց Էվերտոնին։ Արագորեն խաղարկեցին Եղիազարյանը գնդակը Յուրի Հակոբյանի հետ, կրկին Եղիազարյանը գնդակով շարժվում է առաջ, դուրս չեկել գնդակը դաշտի սահմաններից, շատ լավ փոխանցում կատարեց դեպի Գաբրիելյանը, վերջինիս փոխանցումն էլ դեպի Մուրադյանը չանցավ, իսկապես լավ հակագրոհի է փորձում հասնել տվյալ դրվագում
Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց չստացվեց։ Հիմա Մոնակոյի պատասխանին են ականատես լինում, Հակոբյանը կհասնի այս գնդակին անկասկած։ Հակոբյան կա փոխանցումը, բայց այստեղ վերջնական հարվածը չտեսանք։ Փոխանենը գնդակը կլինի Մոնակոյի մոտ, թիմի ավակն է տեղադրում գնդակը Գրիգորյանը։ Կա փոխանցումը Հաղվան Գրիգորյանի կողմից, բայց շատ հեռուն ընթացավ գնդակ ու դուրս եկավ դաշտի սահմաններից։ Գաբրիելյան շարժվում է առաջ Գաբրիելյանը, բայց չհասկացան այնտեղ միմյանց Հակոբյանի հետ Գաբրիելյանն ու Հակոբյանը եւ հիմա նետվում է առաջ հենց Մոնակոն Հակոբյան այստեղ Գաբրիելյանը փորձեց հեռացնել գնդակը, իսկ Դավիթ Սարգսյանի կատարած հարվածը անկասելի ստացվեց ու Մոնակոն առաջինն է հասնում հաջողության այս խաղում 1-0։ Այո, իսկապես դարպասապա այստեղ անակնկալի եկավ, չէր սպասում այս հարվածին Սարգսյանի կատարած եւ հիմա Մոնակոն կարողանում է առաջինը հասնել այս խաղում հաջողության, տեսնենք Էվերտոնը ինչով կփորձի պատասխանել։ Այստեղ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Անդրանիկ Պողոսյանից ու ես իսկ կնետեն Մոնակոյի ֆուտբոլիստները, այո չեն շտապում արդեն ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները, քանի որ աշխում մեջ առաջ են եւ իհարկե կփորձեն ցանկացած լավ հնարավորություն օգտագործել։ Հիմա անկյունային հարվածի հնարավորություն է վաստակում հենց Մոնակոն անցման շնորհիվ կարողացավ դա անել Սուրեն Մոսյանը ու տեսնենք այս անկյունայինի արկումը ինչ կբերի Մոնակոին։ Պետք է ճիշտ տեղից խաղարկել անկյունային, դրա մասին է հակտարկում մրցավարը, կա փոխանցում ու այստեղ Պապիկյանն է հեռացնում գնդակը Մոսյան։ Հիմա Յուրի Հակոբյանը թույլ չտվեց Մոսյանին հարված կատարել, բայց գնդակը մնաց Մոնակոյի մոտ եւս մեկ հարված ու հիմա դարպասաձողն է օգնության գալիս Էվերտոնին։ Կապելյան շատ լավ նկատեց Մանուկ Մուրադյանին։ Մուրադյան, բայց այստեղ վերջի պահին կարողացավ Սարգսյանը հեռացնել գնդակը ու կտեսնենք անկյունային հարված։ Մուրադյանն է արագորեն խաղարկում Վարդանյանի հետ գնդակը։ Կա փոխանցումը Գաբրիելյան հարված ու դարպասապան նորից տեղում էր, չի ավարտվել Էվերտոնի գրոհը, հիմա արդեն ավարտված է ու արագ Մոնակոյի պատասխանը կատարած լինում։ Շատ լավ փոխանցում էր, բայց այստեղ Վարդանյանը կրկին հաջող գործեց գնդակը արձակելով Մանուկ Մուրադյանին։ Մուրադյան կա փոխանցումը, բայց դարպասապան Պլնդոյանը դուրս եկավ դարպասից եւ վերցրեց այն։ Եզրային նետում կտեսնենք։ Եղեզարյան, պայծ գնդակը Եղեզարյանը ու վաստակում է եզրային նետման հնարավորություն։ Արագորեն այստեղ խաղարկեցին գնդակը, բայց խլում են Մոնակոյի ֆուտբոլիստները տվյալ դրվագում գնդակ ու շարժում են առաջ։ Չկար արդյոք այստեղ խաղի կանոնների խախտում, ոչ, հիմա թիմի ավակն է Մոնակոյի գնդակով հասցեագեց գնդակը։ Խաղընկերոջը հեռվից հարված տեսանք այստեղ էլ Արթուր Հակոբյանի կողմից, բայց գնդակը բարձր ընթացավ։ Սխալվում են հիմա պաշտպանությունում Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց այստեղ այս անգամ Դավիթ Սարգսյանի հարվածը բարձր ստացվեց։ Ու հարված կլինի հիմա Տիգրան Սողոմոնյանի պաշտպանած դարպասից։ Պապիկյան
Շարժում է առաջ Տիգրան Պապիկյանը։ Կա Անտոնյանի տարբերակը կատարեց փոխանցում այստեղ Պապիկյանը Անտոնյանին։ Վարդանյան հարված ու այստեղ պաշտպանն է փակում գնդակի ճանապարհը Վարդանյանի կատարած հարվածից հետո Եզրային դեպքում իրացնի Էվերտոնը։ Վարդանյան շատ լավ նկատեց Վարդանյանը Պողոսյանին, վտանգավոր է Գաբրիելյան, թույլ չտվեցին այստեղ հարված կատարել Գաբրիելյանին, Մուրադյան դե հարվածում Բլնդոյանը չֆիքսեց գնդակից, Վարդանյանը հավասարեցնում է հանդիպան հաշիվը 1-1։ Այո, դարպասապա չկարողացավ ֆիքսել գնդակը Մուրադյանի կատարած հարվածից հետո իսկապես բարդ հարված կատարեց Մանուկ Մուրադյանը, բայց Ռաֆայել Վարդանյանի ռեակցիան պարզապես առանց որևէ խոսքերի թողեց այս դրվագում, շատ լավ արձագանքեց գնդակին ու հավասարեցեց հաշիվը, իսկ հիմա Մոնակոն կրկին առաջ է անցնում հաշվի մեջ հաջորդ գրոհի ժամանակ 2-1 ինչ է կատարվում խաղադաշտում։ Սուրեն Մոսյանն է առաջ մղում Մոնակոին հաշվի մեջ եւ հիմա 2-1 կրկին Մոնակոն առաջ է անցնում հանդիպան հաշվի մեջ, այս խաղում արդեն երկրորդ անգամ գոլարատ մեկնարկ ստացվեց, տեսնենք հանդիպան մնացած ընթացքը ինչպիսի դեմք ունենա խաղադաշտում։ Եզրային նետում հիմա կիրացնեն Մոնակոյի ֆուտբոլիստները։ Հորքից փոխանցում ենք տեսնում։ Այստեղ փորձեց ֆայլ գնդակին մոտ Բերլադեն չստացվեց, հիմա Սիեն է պայքարում Մուրադյանի դեմ, բայց այստեղ մնաց գնդակը Մոնակոյի մոտ Մոսյան։ Վտանգավոր գրոհ է, ևս մեկ հարված ու 3-1 արդեն Մոնակոն կրկնապատկում է իր առավելությունը։ Սարգսյան դուբլ այո արդեն այս խաղում Մոնակոն 2 գնդակի առավելություն ունի, Մոսյանն էլ գոլային փոխանցում գրանցեց իր անվան դիմաց եւ հիմա Էվերտոնի խնդիրը շատ ավելի ու ավելի է բարդանում, այո Վարդանյանի կատարած հարվածից հետո կարողացան հավասարեցնել հանդիպան հաշիվը, բայց դրան հաջորդող 2 գրոհների ընթացքում բաց թողեցին 2 գնդակ։ Գաբրիելյանը լավ փոխանցում է ստանում, հասցրեց այստեղ հասնել մեկ բրցակցի կատարեց դեպի Անտոնյանը փոխանցում, բայց Անտոնյանի հարվածի հնարավորությունը կորավ այս դրվագում, չի ավարտվել Էվերտոնի գրոհը։ Միքայել Պողոսյանը երևից հարված ու այստեղ Հակոբյանն է փակում գնդակի ճանապարհը, Պողոսյանը անցումը չստացվեց ու հիմա Մոնակոն ներվում է առաջ, եթե չեմ սխալվում։ Սպիտակ սև չխորը։ Էրիկ Սարգսյանն է այստեղ, բայց նրա կատարած հարվածից հետո պաշտպանների իր վրա ընդունեց գնդակը։ Անտոնյան չկար այստեղ խաղի կանոնների խախտում, Մոսյանը խաղի կանոնների սահմաններում խլեց գնդակը մրցակցից ու շարժվում է առաջ աջ եզրով։ Մոսյան զարգացեց արագություն, թողեց այստեղ գնդակը Բերլադեին։ Ու դեպի ձախ փոխանցում տեսանք Արտուր Հակոբյան։ Կրկին Մոսյանին է ուղարկում գնդակը, Մոսյան երևից հարված ու այստեղ Ռևիկ Եղիազարյանն է հեռացնում գնդակը, այո Եղիազարյանն այս րոպեներին արդեն դարպասապայի վնասվածքից հետո տեղ է զբաղեցել դարպասում։ Եվ հիմա կտեսնենք եզրային նետում Էվերտոնի ֆուտբոլիստների կատարմամբ։ Գաբրիելյան փոխանցում, բայց այստեղ Սիեն կանգնեց գնդակի ճանապարհին ու հիմա Մոնակոն փորձում էր արագ դուրս գալ պաշտպանությունից չստացվեց, իսկ հիմա արագ հակագրոհի են ականատես լինում, բայց այստեղ Պողոսյանը շատ լավ գործեց, Մանուկ Մուրադյանի անցումները կրկին հաջող ստացվեցին, տեսնենք Մուրադյան մնաց գնդակում Մուրադյանը, բայց ռիսկի դիմեց այս դրվագում, ուղարկում է գնդակը Պողոսյանին, կրկին Մուրադյանին է ասիագրված այս փոխանցումը, տեսնենք ինչ որոշում կայացնի Էվերտոնի
Կենտրոնական հարձակվողը Մուրադյան, բայց այստեղ երկու մրցակից միանգամից դիմավորեց նրան ու Մոսյանն է զարգացում արագությունը աչեզով, վտանգավոր է, Մոնակոն անցել է գրոյի Մոսյան, անկասելի է այս հարվածը 4-1։ Մոսյանը կրկին դուբլ է գրանցում իր անվան դիմաց այո և նաև ունի արդեն իր ակտիվում այս խաղում գրանցած գոլային փոխանցում և հիմա Մոնակոն իսկապես լավ առավելություն է ստանում խաղադաշտում, վստահ առավելություն մրցակցի նկատմամբ 4-1, բայց Էվերտոնը այն թիմն է, որը նմանատիպ իրավիճակներից մեկ անգամ չէ, որ կարողացել է դուրս գալ։ Հիմա Գաբրիելյանն է աչեզում գնդակով, բայց այստեղ փորձեց Մոնակոն արագ դուրս գալ պաշտպանությունից չստացվեց, իսկ հիմա գուցե արագ ակագրոյի հասնեն Մոնակոյի ֆուտբոլիստները Պերեդե արգելակեց այստեղ Պերեդեն, իսկ այստեղ Տիգրան Պապիկյանը հաջող գործեց ու 4-2-ի դիմաց Էվերտոնը նետվում է առաջ, Գաբրիելյան Մուրադյանին ուղարկեց գնդակը, բայց Մուրադյանը այստեղ շատ նպաստավոր դիրքից վրիպեց իսկապես, եթե հիմա կարողանար գրավել դարպասը Մուրադյանը շատ հաջող կստացվեր այս ամենը Էվերտոնի համար, բայց դա տեղի չունեցավ և հիմա Մոնակոյի հերթական գրոյին ականատես կլինենք Պայես Սարգսյան դեպի Սիեն փոխանցում կատարեց Սարգսյանը, Տեպկին Սարգսյան, շարժվում է առաջ Աչեզով Սարգսյանը ու խաղարկում են այստեղ գնդակը Մոնակոյի ֆուտբոլիստները, իսկապես ունեն լավ առավելություն այս պահին, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում Էվերտոնի դեմ խաղերում, իհարկե պետք չէ 3 գնդակի առավելության պարագայում հանգստություն սահմանել, հիմա տեսնենք այս գրով, բայց Եղիազարյանը կարողանում է հեռացնել գնդակը, Գաբրիելյան կատարեց դեպի Անտոնյանը փոխանցում և դեռ առաջի խաղակեսն իհարկե չի ավարտվել, մի ամբողջական երկրորդ խաղակեսել կա, այնպես որ պետք է նախ իհարկե առաջին այդ մասին մտածի Էվերտոնը փորձելով հնարավորինս շուտ կրճատել հաշվի տարբերությունը, բայց Մոնակոն էլ չպետք է ավելորդ վստահություն ունենա խաղադաշտում։ Հիմա փոխանցում են տեսնում, բայց այստեղ չկարողացավ այս փոխանցմանը եզրափակել Միքայել Պողոսյանը, իսկապես երկու շատ իրատեսական և ռեալ հնարավորություն հիմա առաջի խաղակեսի վերջնամասում կորցրեցին Էվերտոնի ֆուտբոլիստները, նախ Մուրադյանը, ապա հիմա Պողոսյանը դեպուկ չկարողացան գտնվել Սարգսյան, ուղարկեց գնդակ այստեղ Սիեին, Մոսյան, մնաց գնդակով Սուրեն, Մոսյան ու շարժվում է առաջ, Մոսյան, բայց այստեղ կար այո խաղի կանոնների խախտում թիկունքից հրեցին Մոսյանին, և տեսնենք այս ստանդարտը հիմա ինչպես խաղարկեն Մոնակոյի ֆուտբոլիստները, Չզանգեց այդ վաչը, բայց հարմար է։ Սիենը գնդակի մոտ մրցավարի Սուլիշը կա, Սիե հարված ու Եղիազարյանը այստեղ վերցնում է գնդակը առաջին հնարավորությունից նետելով այն Անտոնյանի ուղղությամբ, Վարդանյանն է ստանում գնդակը, ևս մեկ շատ լավ փոխանցում դեպի Անտոնյանը, վտանգավոր է Անտոնյան, բայց ուժեղ էր այստեղ Արամ Անտոնյանի կատարած փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, արագորեն Մոնակոն գնդակը մտցնում է խաղի մեջ, Պերեդե շատ լավ նկատեց Պերեդեն կենտրոնում գտնվող Խանինյանին, բայց այստեղ խլեցին նրանից գնդակը, Միքայել Պողոսյան, կրկին Պապիկյանի հետ խաղարկեց Պողոսյանը գնդակը, Պապիկյան, տեսնում ենք դեպի առաջ փոխանցում, բայց այստեղ Սարգսյանը հաջող գործեց, Գրիգորյանն է գնդակով, բայց այստեղ խլեց Վարդանյանը մրցակցից գնդակը, Միքայել Պողոսյան կա Մուրադյանի տարբերակի, ինչու չկատարեց այստեղ Պողոսյանը փոխանցում Մուրադյանին, ով ավելի ու ավելի նպաստավոր դիրքում էր գտնվում, բայց արդեն դա մնաց անցյալում, հիմա հարված կլինի Մոնակոյի դարպասից,
Սիենը կրկին գնդակով, փորձից շատ լավ փոխանցում ենք տեսնում Սիեի կողմից, վտանգավոր է, բայց այստեղ փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց դեպի Արման Հակոբյանը։ Հիմա ես իսկ նետում է Գրիգորյանը, Պողոսյանը հեռացեց գնդակը, Վարդանյան, Գաբրիելյանն է ուղարկում գնդակը, ու շատ լավ նկատեց Մանուկ Մուրադյանին, Գաբրիելյանը Մուրադյան, նկատել է Մուրադյանը Անտոնյանի առաջ խաղացումը, բայց փոխանցման ճանապարհը վերջին պահին կարողացավ փակել Վայես Ալեքսյանն ու անկյունային հարվածի մակիրասն Էվերտոնի ֆուտբոլիստները։ Հաղարկեցին արագորեն այստեղ գնդակը Գաբրիելյանը շատ հնարամիտ գործեց, մտավ Տուգանային հրապարակ, փոխանցում վտանգավոր է, բայց այստեղ չկար վերջնական հարվածը ու Մոսյանն է զարգացնում արագություն աճեզով, կա փոխանցումը շատ ճիշտ ժամանակին Մոսյանի կողմից հարվածել տեսանք այստեղ, բայց Ռեվի Գեխիազարյանը Սերգեյ Խանինյանի կատարած հարվածից հետո կարողացավ ոտքով հեռացնել։ Հիմա խորքից փոխանցում ենք տեսնում, բայց դարպասապահը այստեղ դուրս է եկել դարպասից ու գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ։ Կրկին Մոնակոն սկսում է երթական գրոններից մեկը, բայց այստեղ Տիգրան Պապիկյանն է հաջող գործում ու կար խաղի կանոնների խախտում Պապիկյանի նկատմամբ։ Պողոսյան դեպի Պապիկյանը փոխանցում տեսանք, այո առաջի խաղակեսը մոտենում է ավարտին ու պետք է հիմա արդեն շտապեն առաջինը Էվերտոնի ֆուտբոլիստները։ Վարդանյան կփորձի ասել այս գնդակին իհարկե Վարդանյանը հասավ պայեց այն դաշտի սահմաններում անցումը գեղեցիկ է Ռաֆայել Վարդանյանի կա փոխանցումը այստեղ Մլնդոյանն է հեռացնում Միքայել Պողոսյան դեպի Անտոնյանը փոխանցում տեսանք իսկ Անտոնյանի կատարած հարվածը բարձր է ստացվում։ Մոսյան առաջ փոխանցում տեսանք Մոսյանի կողմից այստեղ գեղեցիկ կասեցում է կատարում Խանինյանը ու շարժվում առաջ, բայց հետո այդ կորցրեց գնդակը Գաբրիելյան չանցավ այստեղ Գաբրիելյանի փոխանցումը, բայց գնդակը այնուամենայնիվ կմնա Էվերտոնի մոտ։ Տեսնենք այս խաղարկումը ինչ կբերի Էվերտոնին, իհարկե պետք է շտապել եզրային հետո պետք է խաղարկել գնդակը դուրս եկել անկյունայինի հատվածից արագորեն Գաբրիելյանը գնդակ ուղարկում է խաղընկերոջը Անտոնյան վտանգավոր է եւ եւս մեկ անկյունային հարված հիմա կտեսնենք Փոփոխություն այս ընթացքում տեղի կունենա Էվերտոնի կազմում ոչ հետաձգվեց փոփոխությունը հիմա տեսնենք այս անկյունայինից փոխանցում ինչ կբերի Էվերտոնին Գաբրիելյան հարված ու գնդակը կրկին չի այդտեղում Մոնակոյի դարպասում ինչ է կատարվում հիմա խաղադաշտում Եզրային նետում հիմա Կիրաստի Մոնակոն խորքից փոխանցում ենք տեսնում դեպի Սարգսյանը Հակոբյանի կողմից Սարգսյան շատ լավ խաղարկում է այստեղ վտանգավոր է բայց Եղիազարյանը տեղում էր ու հեռացեց գնդակը Խանինյանի կատարած հարվածից հետո Մանուկ Մուրադյան նկատել է որ դարպասապահ դուրս է եկել դարպասից բայց նրա կատարած հարվածը եւս բարձր ընթացավ ինչ բարձր է հանդիպման տեմպը իսկապես առաջի խաղակեսում եւ հուսանք որ երկրորդ խաղակեսում թիմերը ել ավելի ու ավելի ինտենսիվությամբ ու բարձր համադրվածությամբ կանցկացնեն հանդիպումը հիմա մրցավարի հետ վիճելու համար դեղին կարգ կստանա Վարդանյանը
Թողած գնդակը սիային դարպասապա Դեպի առաջ փոխանցում տեսանք ու առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվեց կարճ թե դադար, որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլիստներ, մենք վերադառնում ենք միասին դիտելու Էվերտոնն ընդդեմ Մոնակոյի հանդիպման երկրորդ խաղակեսը, որտեղ առաջի կեսից հետո պարզապես գերգոլառատ հանդիպում է կանխատեսվում երկրորդ խաղակեսում 4-1 առաջի խաղակեսից հետո նա կարողացավ Սարգսյանը բացել Մոնակոյի կազմում այս հանդիպման հաշիվը Դավիթ Սարգսյանի մասին է խոսքը Հետո Ռաֆայել Վարդանյանը հավասարեցեց հանդիպան հաշիվը 1-1 դարձնելով կամրցավարի սուրիչը մեկնարկած է երկրորդ խաղակեսը Մոսյանը այնուհանդերձ հաջորդ գրոյի ժամանակ առաջ մղեց կրկին Մոնակոին հետո հաջորդ րոպեին եւս մեկ գրոյ իրականացրեց Մոնակոն ու կրկին Դավիթ Սարգսյանը հաշվին գավ Մոսյանի կատարած փոխանցումից հետո 3-1 դարձնելով հաշիվ իսկ Խաղակեսի վերջնամասում հենց Մոսյանն էլ գրավեց մրցակցի դարպասը ստացվեց այնպես որ Մոսյանը եւ Սարգսյանը առաջի խաղակեսից հետո ունեն իրենց ակտիվում գրանցած երկուական խփած գնդակներ եւ հաղթում է Մոնակոն 4-1 քաչվով առաջի կեսից հետո եկեք արագորեն եւս մեկ անգամ հայացք նետենք մրցող թիմերի մեկնարկային հայտարարություններին սկսենք Էվերտոնից Ռևի Եղիազարյան այս պահին գտնվում է Դարպասում համար 1 Տիգրան Պապիկյան համար 5 Հովհաննես Գաբրիելյան համար 7 Հիմա վտանգավոր գրոյի անցել Մոնակոն, որից հետո կշարունակեն ծանոթացնել Էվերտոնի կազմը Մոսյանը հերու թողեց այստեղ գնդակ ու գնդակը Եղիազարյանից դուրս եկավ անկյունային հարվածքը տեսնենք Մոնակոյի կատարմամբ Կա փոխանցումը Սարգսյանն է կասեցնում գնդակը Հակոբյան, բայց այստեղ փակվեց Հակոբյանի փոխանցման ճանապարհը Գաբրիելյանն էլ ավելացրեց գնդակը հասցեագրելով Մանուկ Մուրադյանին վերջինս նկատել են միայնակ հարցակման գծում գտնվող Ռաֆայել Վարդանյանին բայց փոխանցման ճանապարհը CM փակեց իսկ Պապիկյանը հեռացնում է գնդակը եւ այսպես Հովհաննես Գաբրիելյան համար 7 Արամ Անտոնյան համար 17 Անդրանիկ Պողոսյան համար 20 Միքայել Պողոսյան համար 23 Յուրի Հակոբյան համար 33 Ալեքս Մկրտչյան համար 44 Ռաֆայել Վարդանյան համար 77 եւ թիմի ավակ Մանուկ Մուրադյան համար 9 Սավել Գրիգորյանը 99 համարով է հանդես գալիս այս հանդիպմանը Մեսրոպ Բլնդոյանը պաշտպանում է Մոնակոյի դարպասը համար 1 Արման Հակոբյան համար 2 Էրիկ Սարգսյան համար 5 Վահե Սարգսյան համար 7 Արտուր Հակոբյան համար 8 Աղվան Գրիգորյան համար 10 ով նաեւ թիմի ավակն է Գևորգ Մկրտչյան համար 11 Պերեդես Սմոթ համար 12 Սերգեյ Խանինյան համար 13, Սուրեն Մոսյան համար 14, Դավիթ Սարգսյան համար 15 եւ Սիե Բանգուրա համար 20 Իսկապես դրամատիկ եւ շատ հետաքրքիր առաջի խաղակես ունեցանք խաղադաշտում Գոլառատ առաջի խաղակես, ինչը իհարկե զարդարում է հանդիպումը Բայց որպես պայքարի տեսանկյունից եթե դիտարկենք, ապա այս պայն Մոնակոն իսկապես ունի լուրջ առավելություն եւ առաջին հերթին իհարկե կփորձի արագ գնդակ բաշխ թողնել, իսկ Էվերտոնի խնդիրը այլ է, պետք է կարողանալ որքան հնարավոր է շուտ առնվազն 1 կամ 2 գնդակ ետ բերել։ Դա կհետաքրքրացնի հանդիպումը Իրա Պողոսյանի հարվածն եք տեսնում պաշտպանի վրա ընդունում գնդակը Սիե նկատեց Հակոբյանի Սիեն Հակոբյանն էլ հասցեագրում է գնդակը Պերեդեին Ստացեց մեկ ֆուտբոլիստ շրջանցել Պերեդե Մոսյան լավն էր փոխանցումը եւ այստեղ Սարգսյանը շատ նպաստավոր դիրքից հարված կատարեց դարպասի ուղղությամբ միայն գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ Խորքից փոխանցում տեսանք դարպասապայի կողմից, բայց գնդակը բաժինացավ Մոնակոյի ֆուտբոլիստին ու Սիեն հիմա արդեն գնդակ ուղարկում է խաղընկերոջ ուղղությամբ, իսկ տվյալ դրվագում Էրիկ Սարգսյանի կատարած փոխանցումը անհասցե ստացվեց, հիմա կրկին Սարգսյանն է գնդակով
բայց խլեցին նրանից գնդակը Միքայել Պողոսյան կա փոխանցում է հեռացեցին գնդակը ոչ այնքան հեռու Վարդանյան հարված Բլնդոյանն լավ գործում Պողոսյան հարված ու մեկ գնդակ Էվերտոնը ետե բերում 4-2 Միքայել Պողոսյան 4-2 հիմա էլ ավելի կհետաքրքրան այս հանդիպումը քանի որ արդեն Էվերտոնը զգաց հանդիպան հաշիվը կրճատելու այդ քաղցր համը, այսպես ասենք, ու հիմա բնականաբար կփորձեն արագ եւս 1-2 գնդակ հեղինակել, բայց իհարկե Մոնակոյի հակագրողները շատ վտանգավոր են ստացվում ու հիմա դարպասածողն է բրգում Էվերտոնին Պերեդեի կատարած հարվածից հետո Դեպի Մանուկ Մուրադյանը փոխանցում տեսանք այստեղ Գրիգորյանը հեռացեց գնդակ ու գնդակը կլինի Էվերտոնի մոտ եզրային նետում իրացնեց Մանուկ Մուրադյանը Կա փոխանցում դեպի Վարդանյանը Ռաֆայել Վարդանյան Անտոնյանի հետ խաղարկեց այստեղ գնդակը Վարդանյանը ու անկյունային հարված իրացնեն Էվերտոնի ֆուտբոլիստները Մուրադյան կրկին արագորեն խաղարկում է գնդակը Ռաֆայել Վարդանյանի հետ բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ հեռացեցին գնդակը ոչ այնքան հեռու Պապիկյան ուղարկում է գնդակը Գաբրիելյանին եւս մեկ փոխանցում Իմայել Սիենը հեռացնում գնդակը ուղարկելով Պերեդեին վերջինս էլ անցավ մեկ մրցակցի ու շարժվում է առաջ Եգորտին իհարկե թույլ չեն տա այսպես է շրջանցել Պերեդե թողած գնդակը Կաղանքերոչը Արտուր Հակոբյանն է ստանում հիմա գնդակը թիկունքով դեպի մրցակցի դարպասը կարողացավ շրջվել եւ փայլում փոխանցում էր բայց այստեղ Եղեզարյանը դուրս եկավ դարպասից ու խանգարեց Էլիկ Սարգսյանին հարված կատարել Եղեզարյանը գնդակը կմտցնի խաղի մեջ խաղարկում է Միքայել Պողոսյանի հետ կրկին Եղեզարյան Ռուսկի դիմեցին այստեղ Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց Պողոսյանը հասավ այս գնդակին Վարդանյան միայնակ է բայց անաստ է ստացվեց Վարդանյանի փոխանցում ու Մոսյանն է հիմա աճեզում ստանում գնդակը Մոնակոյի կազմում իսկ Մոսյանի կատարած փոխանցումը պարզապես ուժեղ ստացվեց Ռևիկ Եղեզարյան Դեպի Պողոսյանը փոխանցում տեսանք Վարդանյան ուղարկում է գնդակը Գաբրիելյանի ուղղությամբ, բայց այստեղ ոչ ոք չդիպավ այս գնդակին ու եզրային նետում իրացնեն Մոնակոյի ֆուտբոլիստները Սարգսյան այստեղ կարողացավ Գաբրիելյանը հաջող խլում կատարել Վարդանյան Հիմա տեսնենք ինչ է պատահել Հովհաննես Գաբրիելյանին, այո, բախման ընթացքում հարված ստացավ ընկած վիճակում կարծես բոլորս թևը Բայց ամեն ինչ կարգին է Գաբրիելյանի հետ, ունակ կարողանա շարունակել հանդիպումը Վարդանյան հարված դարպասի ուղղությամբ ու գնդակը ցանցում է 4-3 Մոնակոն եւս մեկ գնդակ է բաց թողնում Ռաֆայել Վարդանյան 4-3 ինչ է կատարվում երկու գնդակ արագ Եգորտ Խաղակեսում կարողանում է Էվերտոնը ելք բերել Մոսյանն է հարվածում հիմա Պապիկյանի վրա ընդունեց գնդակը Լևիկ Եղեզարյան Խորքից շատ ուժեղ փոխանցում դեպի Մանուկ Մուրադյանը, բայց չհասավ գնդակին այստեղ Մուրադյանը ու գնդակը բաժին ասավ մրցակցի դարպասապա Բլնդոյանին Այո, իսկապես Ռաֆայել Վարդանյանի գործողությունների մասին պետք է խոսել, շատ արագ կարողացավ կողմնորոշվել այդ դրվագում ու նկատելով, որ մրցակցի դարպասապա դուրս է եկել դարպասից, հարված կատարեց դարպասի ուղղությամբ ու դուբլ գրանցեց իր անման դիմաց 4-3 հիմա արդեն Պետք է փորձի Էվերտոնը հավասարեցնել հանդիպան հաշիվ, իհարկե Մոնակոն էլ ինչի մասին որ խոսում էի 4-1 հաշվի պարագայում պետք չէ ավելորդ վստահություն ունենալ Էվերտոնի պես թիմերի դեմ պայքարում, բայց այստեղ շատ գեղեցիկ պաշտպանվեց Պողոսյանը ու հիմա Գաբրիելյանն է աչեզում ստանում գնդակը Գաբրիելյան դեպի Վարդանյան ուղարկեց գնդակը Մանուկ Մուրադյան ու անկյունային հարված է վաստակում Մուրադյան այստեղ իր թիմի համար եթե հասցեր փոխանցում ապա կարող էր
Հիմա լուսատախտակին այլ հաշիվ լիներ, Վարդանյանն արդեն պատրաստ է եզապակելու Մուրադյանի կատարած փոխանցումը, բայց գնդակը չհասավ նրան, Պապիկյանն էլ այստեղ հանգարեց խաղընկերոջ հարվածին։ Ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Միքայել Պողոսյանի կողմից, նա կստանա տեղին քարտի, հիմա գիտակցաբար խախտում կատարեց Պողոսյանը այստեղ այդ գնով փորձեց վտանգավոր հակագրոհից ձեռք սպայել իր թիմին։ Խորքից փոխանցում ենք տեսնում, Պերեդեն այստեղ հասավ գնդակին, թողեց գնդակը Գրիգորյանին կրկին, Պերեդեին էր ուղղված այս փոխանցումը, բայց ուժեղ ստացվեց այն ու հարված։ Չտեսանք դարպասի ուղղությամբ, եզից հիմա կնետի Անտոնյանը, Անտոնյան, շատ լավ նկատեց Մանուկ Մուրադյանին, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ նրա կատարած։ Պերեդե չանցավ հիմա այդ Պերեդեի փոխանցումը, Վարդանյանն է պայքարում Պերեդեի դեմ, հիմա ընկավ Մոնակոյի գրոյի դեմպը, Մոսյան լավն էր փոխանցումը, բայց Պապիկյանը կարողացավ վերացնել գնդակ ու կտեսնենք Եզրային նետում։ Բայց այստեղ գնդակի մոտ Պերեդեն, Սիեին գտավ կենտրոնում, ու դեպի աջ փոխանցում Գրիգորյան, կրկին Պերեդե, Սիեն կա աջ եզրում, կատարեց Սիեի ուղղությամբ փոխանցում, Սիե հարված ու այստեղ Պապիկյանը հանեց գնդակը գրեթե դատարկ դարպասից եւ հիմա արագ հակագրոհի կարող հասնել Էվերտոնը, Պապիկյան կա փոխանցում դեպի Մուրադյանը, բայց թույլ ստացվեց Պապիկյանի կատարած փոխանցումը Հակոբյան, թողնում է գնդակը կենտրոնում գտնվող խաղընկերոջը, չկար այստեղ խաղի կանոնների որևէ խախտում Դավիթ Սարգսյանի կողմից, իսկ հիմա Գրիգորյանի հարվածը անկասելի է ստացվում ու 5-3 Մոնակոն կրկին կրկնապատկում է իր առավելությունը։ Այնուամենայնիվ ապահովության համար մրցավարը դիտեց կրկնապատկելու եւ արձանագրեց Աղվան Գրիգորյանի խփած գնդակը 5-3 Մոնակոն կրկին ստանում է 2 գնդակի առավելություն։ Մուրադյան հիմա նետվում է առաջ արդեն Էվերտոնը, քանի որ այս պայից սկսած արդեն կորցնելու ոչինչ չկա։ Քիչ խաղաժամանակ է մնացել, դեռ կա իհարկե 10 րոպեից մի փոքր ավելի խաղաժամանակ, բայց 2 գնդակ այս պարագայում ետ բերելու համար պետք է թողնել ամեն ինչ ու գնալ առաջ։ Հիմա հարված կլինի Մոնակոյի դարպասից, արագորեն խաղարկում են Մոնակոյի պաշտպանների գնդակը, Հակոբյանն է ստանում ձախ եզրում հիմա գնդակը, Սիե դեպի աջ փոխանցում տեսանք, Պերեդե, Մոսյանին ուղարկեց գնդակը վերջինս էլ հասցեագրում է Աղվան Գրիգորյանին, բայց այստեղ անկյունային հարվածի հնարավորություն է վաստակում Գրիգորյանի թիմի համար, այո Պողոսյանից է դուրս եկել գնդակը դաշտի սահմաններից։ Խաղարկեցին արագորեն անկյունայինը, Հակոբյան, թողնում է գնդակը Սիեին, շատ լավ նկատեց Գրիգորյանին Սիեն, Գրիգորյան կա փոխանցում, բայց Ռևիկ Եղեզարյանն է վերցնում գնդակը եւ տեսնենք ինչ որոշում կկայացնի մրցավարը, կարծես երկրորդ տեղին քարտ է ստանում Պողոսյանը ու հեռացվում խաղադաշտից, այո, ճիշտ է դա արդեն փոխարինվել է, բայց հիմա մրցավարը նրա գլխավերևում պահեց կարմիր քարտը։ Ճիշտ է խաղադաշտում քանակական առավելությամբ հավասարությունը կպահպանվի, իհարկե, բայց հաջորդ հանդիպումը արդեն Միքայել Պողոսյանը բաց կթողնի Էվերտոնի կազմում,
Չի ժամանակին կարելի ասել փոխարինվեց Պողոսյանը, քանի որ այս պարագայում եթե մեկ խաղացող պակաս մնար Էվերտոնը խաղադաշտում շատ ավելի ու ավելի կբարձրացներ իր քրթիրը։ Abone la lafam, abone la bastis neydi? Jogis, ya abone siz karç meştega fasıl atar. Ha, bırakma verin, dikon alta. Ay dikon. Ոչ այնուամենայնիվ Պողոսյանը խաղը դաշտում էր ստացել Ես ներողություն եմ խնդրում մրցավարը հիմա ավելի հստակ բարձաբանեց նախորդ դրվագում տեղի ունեցած այո Պողոսյանը դեռ խաղադաշտում կատարվածի համար պատժվեց երկրորդ տեղին քարտով ու փոփոխությունը տեղի չէր ունեցել ու հիմա արդեն իսկապես էլ ավելի է բարդանում Էվերտոնի խնդիրը քանի որ խաղադաշտում մնում են 7 հոգով մեկ խաղացող պակաս քան մրցակից Մոնակոն ու հիմա տեսնենք այս հաշվի այս քանակական Պակասի ու հաշվի արտահայտության պարագայում ինչպիսի ֆուտբոլ կընթանա հիմա դիպավ գնդակի Եղեզարյանն ու անկյունային հարվածք իրականացնել Մոնակոյի ֆուտբոլիստները Տեսնենք այս անկյունային ինչ կբերի Մոնակոյին Սարգսյանի փոխանցումը կա, բայց այստեղ թույլ չտվեցին միանգամից արված կատարել Խանինյանին, Սիե, գուցե երվից արվածի Սիեն ու Եղիազարյանը նորից տեղում էր հեռացեց գնդակը այս բարդ ու վտանգավոր արվածից հետո։ Եվս մեկ անկյունային հիմա կտեսնենք Մոնակոյի կատարմամբ Կա փոխանցում, շատ հեռուն գնացող փոխանցում էր, բայց այստեղ Մոնակոյի ֆուտբոլիստը գնդակը դաշտի սահմաններում տվյալ դրվագում հայտնվել է Էրիկ Սարգսյանը, բայց հիմա եսից նետում է Էվերտոնը Մանուկ Մուրադյանն նկատել է դարպասապայի դարպասից դուրս գալը, բայց հարվածը շեղությամբ ընթացավ Մուրադյանի կատարած այո մեկ հպումով փորձեց գնդակը ուղարկել Եսային նետումից հետո մրցակցի դարպասը, բայց 8 հատ բան եմ գոլ եմ փրկել Ուժ է ստացեց Մուրադյանի կատարած հարվածը։ Օրեն մեկը տեսան ոնց պայի գնդակը։ Այսպես այսպես ավտոմատիկա ոտոս գցի են որ գիտեի չեմ։ Մոսյանն է աչեզում ստանում գնդակ ու միացնում է շարժիչը Մոսյանը զարգացնելով արագություն տեսնենք Մոսյան հարված ու այստեղ պաշտպանը փակեց Մոսյանի հարվածի ճանապարհը։ Եվս մեկ անկյունային հիմա կիրացնի Մոնակոն։ Ապա դե միամիտ կապա։ Հենց Մոսյանն էլ գնդակի մոտը կա, բարձից փոխանցումը Խանինյան հարված ենք տեսնում, բայց շեղությամբ ստացվեց Խանինյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Կապելյան, կրկին։ Դեպի Պապիկյանը փոխանցում տեսանք վերջինս հետ գնդակը հասցեակեց Վարդանյանին, իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում Պերեդեի կողմից։ Եղիազարյանն է խորքից փոխանցում կատարում, բայց այստեղ չհասկացան միմյանց Մոնակո երկու ֆուտբոլիստներ ու անկյունային հարվածի հնարավորություն է վաստակում Էվերտոնը։ Մուրադյանը կիրացնի այս անկյունայինը,
Այո, իսկապես բարդ է եւ հասկանալի է հիմա Էվերտոնի կարգավիճակը զիջում են մրցակցին, հզոր մրցակցին երկու գնդակի տարբերությամբ Պերեդը անցավ այստեղ մրցակցին Պերեդը 3-1-ի դիմաց կա փոխանցում վտանգավոր է հարվածու Եղեզարյան այստեղ փրկում է Էվերտոնին Այո, եթե հիմա Մոնակոն գրավել մրցակցի դարպասը, ապա կարելի է ասել այս հանդիպումը կավարտեին Մոնակոյի ֆուտբոլիստները 3 միավոր վաստակած այս պայից սկսած, բայց երկու գնդակ այնպես է, որ իրատեսական է, որպեսզի Էվերտոնը կարողանա ետ բերել։ Մոսյան Երվից հարված ու Եղեզարյանը նորից տեղում է, այո Դիներ խաղադաշտում մեկ խաղացող պակասքան Մոնակոն է ու զիջել նրան երկու գնդակ հասկանալի է խաղադաշտում Մանուկ Մուրադյան գուցե հիմա ստացվի, բայց կրկին թույլ չտվեցին հարված ընդհանրად դեպի դարպաս, այս դրվագում էլ հարվածի ճանապարհին կանգնեց Էրիկ Սարգսյանը, հիմա էլ Վարդանյանն է հաջող խլում կատարում, հարվածեց դեպի դարպասը, բայց Սիեն խանգարեց նրա կատարած հարվածին ու հիմա եզրային նետման հնարավորություն է վաստակում Մոնակոյի ֆուտբոլիստը Պապիկյան, լավ փոխանցում ստացվեց դեպի Գաբրիելյանը, Վարդանյան գուցե հարվածը ստացվի Վարդանյանի, բայց դիպավ այստեղ դարպասապապը Լնդոյանը գնդակին ու անկյունային կտեսնենք հիմա Էվերտոնի կատարմամբ, իսկապես եթե հիմա Վարդանյանը կարողանար դարպասը գրավելով հետրիկ գրանցերի անվան դիմաց, ապա մեկ գնդակ կպակասեր Էվերտոնի, հիմա Մոսյանը կրկին աչի եզնում է Մոսյան լավն էր փոխանցումը դեպի Սարգսյանը տեսնենք ինչ որոշում կայացնի Սարգսյանը թողեց գնդակը այստեղ Խանինյանին կրկին Սարգսյան Սիե հարված կհետևի արդյոք դարպասի ուղղությամբ ոչ այստեղ խլեցին Սիեից գնդակը բայց չկարողացավ Էվերտոնն էլի արդեն դուրս գալ պաշտպանությունից կրկին Սիեն էլ փոխանցում կատարում Սարգսյանն էլ հարվածում է դեպի դարպասը բայց շեղությամբ է ընթանում Սարգսյանի կատարած հարվածը արագորեն Եղեզարյանը նկատեց Գաբրիելյանին վտանգավոր է Գաբրիելյան Մանուկ Մուրադյանի տարբերակը բայց չկատարեց փոխանցում այստեղ Գաբրիելյանը դեռ շարունակում է մնալ գնդակով Հովհաննես Գաբրիելյանը թողեց Անտոնյանին բայց Անտոնյանի պատասխան փոխանցումը չհասավ Գաբրիելյանին ու հիմա Մոնակոն ակնհայտ քանդակական առավելությամբ շարժվում է առաջ 5-2-ի դիմաց տեսնենք այս գրոհին չկվերացեն Մոնակոյի ֆուտբոլիստները վտանգավոր է հարված ու նորից Եղեզարյանն է հեռացնում գնդակը Սիե գտավ Սարգսյանին կենտրոնում, Սարգսյանի գործողությունը հաջող ստացվեց կրկին Սիենը գնդակով Դավիթ Սարգսյան կատարեց փոխանցում, բայց այստեղ կար խաղի կանոնների խախտում Ռաֆայել Վարդանյանի դեմ պայքարում արագորեն փորձեցին այստեղ խաղարկել գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց չստացվեց Հիմա հարված ենք տեսնում ու նորից Եղեզարյանն է հեռացնում գնդակը այս դրվագում էլ Էրիկ Սարգսյանի կատարած հարվածից հետո Մանուկ Մուրադյան բայց այստեղ չստացվեց անցում կատարել Մուրադյանի մոտ բայց Խանինյանը գեղեցիկ կերպով գնդակը դաշտի սահմաններում հիմա Սիեն է ստանում գնդակը հարվածեց ու այստեղ հենց խաղանկերը խանգարեց Սիեի հարվածին տվյալ դեպքում Արման Հակոբյանն էր ու շարունակում է գեղեցիկ գործել Հակոբյանը, բայց գնդակի մոտ հիմա էլ գործրեց և խախտեց խաղի կանոններ, այո։ Վարդանյան դեպի Մուրադյանն է ուղարկում գնդակը։ Այո, եթե այսօր Մոնակոն լքի խաղադաշտը հաղթանակած ապա կունենա 3 հանդիպումից հետո իր ակտիվում վաստակած 6 միավոր իսկապես բարդ մրցակից է Մոնակոն առաջնության բոլոր թիմերի համար նույնը կարելի ասել է Էվերտոնի մասին, բայց այսօր այս պահին խաղադաշտում ներկապայի դրությամբ 3 միավորը պատկանում է Մոնակոյին Սարգսյան
ուղարկեց Դավիթ Սարգսյանի ուղղությամբ գնդակը։ Բայց այստեղ եզրային նետման հնարավորություն են վաստակում Էվերտոնի ֆուտբոլիստները։ Պապիկյանն է աչեզում։ Վարդանյան։ Դեպի այդ փոխանցում տեսանք։ Անդրանիկ Պողոսյանն այստեղ առաջարվում չստացվեց, հետո էլ գնդակը Գարփելյանից դուրս եկավ դաշտի սահմաններից ու կտեսնենք հարված Մեսրոպ Բլնդոյանի պաշտպանած դարպասից։ Խանինյան շատ լավ նկատեց Գրիգորյանի առաջ խաղացումը Խանինյանը, Գրիգորյան լավն էր փոխանցումը, բայց այստեղ խաղանկերը չկարողացավ եզրափակել Գրիգորյանի կատարած փոխանցումը, իսկապես հաջող փոխանցում ստացվեց Աղվան Գրիգորյանի կողմից, բայց Արման Հակոբյանի հարվածը չստացվեց, Ռևի Եղիազարյան Դեպի առաջ փոխանցում տեսանք, բայց այստեղ կրկին չստացվեց Էվերտոնի մոտ գրողը կազմակերպել, Բլնդոյան ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է առաջ, Պապիկյանն այստեղ առաջինը արձագանքեց գնդակին, բայց այս փոխանցումը նորից անասեր, իսկ Սիենքի չէր մնում գրավ է այստեղ սեփական դարպասը, եթե գնդակը հասներ իհարկե Բլնդոյանի վրայով։ Հակոբյան եզրային նետում Կիրասնի Մոնակոն, այո կարելի է փաստել արդեն, որ Մոնակոն 3 միավորով կերան այսօր խաղը դաշտից, Գաբրիելյան կա փոխանցումը, քանի որ շատ քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպան ավարտին, հիմա տեսանք Խարտունցիեի կողմից ու շատ վտանգավոր դիրքում տուգանային հարված Կիրասնի Էվերտոնը։ Վարդանյանն է գնդակի մոտ, բավական նպաստավոր է դարպասը գրավելու համար Վարդանյանի դիրքը, բայց իհարկե Մոնակոյի միանգամից 3 ֆուտբոլիստներ պատ են կազմել, կա մրցավարի սուրիչը Ռաֆայել Վարդանյան հարված ու գնդակը դիպավ պատին, երկրորդ տեմպով է շարունակվում Էվերտոնի գրոհը, հիմա այդ Պողոսյանի փոխանցումը ստացվեց եւ հեռացած է գնդակը ու հանդիպումն էլ հենց այստեղ ավարտվում է ծափարություններ երկու թիմերին էլ, բայց գեր-գոլառատ խաղում խաղադաշտը լքում են հաղթանակած Մոնակոյի ֆուտբոլիստները հաղթելով 5-3 հաշվով։ Խաղային օրն էլ մեզ մոտ ավարտված է, շնորհակալություն, որ մեզ հետ եք, բարի գիշեր եւ ամենայն բարիք։